Վանական ու ձիթենին։ Մի վանական ձիթենի տնկեց և սկսեց աղոթել. Տեր Աստված, անձրև ուղարկիր իմ ծառին։ Անձրև եկավ, ծառը հագեցավ։ Հետո վանականն աղոթեց. Տեր Աստված, խնդրում եմ արևոտ եղանակ արա, իմ ծառին արև է պետք։ Արևոտ օրեր եղան, ծառն աճեց։ Վանականը շարունակում էր խնամել ծառին ու աղոթել. Տեր Աստված, խնդրում եմ փոքր ինձ ցուրտ եղանակ արա, որպեսզի ծառի սարմատներն ու ճյուղերը ամրանան։ Եղանակը ցրտեց, և ծառը չդիմանալով ցրտին չորացավ։ Վանականը շատ տխրեց, գնաց մեկ ուրիշ վանականի մոտ, կիսելու և իշտը։ Տեսել ես, ես էլ եմ ձիթենի տնկել, ասաց մյուս վանականը և ցույց տվեց իր տնկած ծառը, որ հիանալի աճել էր։ Բայց ես իմ աղոթներում այլ բան եմ խնդրել Տեր Աստծուց, ով ստեղծել է այդ ծառը և ավելի լավ գիտի, թե ինչ է պետք նրան լավ աճելու համար։ Ես պարզապես խնդրել եմ Աստծուն հոգ տանել ծառիս և տալ նրան այն, ինչ անհրաժեշտ է, և նա այդպես էլ անում է։ Մենք մարդիկս Աստծուց հաճախ համառորեն խնդրում ենք այն, ինչը մեր կարծիքով մեզ պետք է, սակայն Տերն ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք։ Պարզապես մենք պետք է լիովին վստահենք Տիրոջը և երբեք հուսախաբ չենք լինի։